Կին Սուսաննան չի համբերել, 27 օրական թորնիկին գրկած եկավ ու անցավ ճոճվող կամրջով, այն շահագործման հանձնելու հենց առաջին օրը։ Թորնիկիս հետ եմ, թորնիկս բերին ցույց տամ, շատ լավ տպավորություն թողեց այս տեսարժան վայրը, գոհեմ, լրիվին, որ այս բաները սարքել։ Գորիսի տարածաշրջանի Հին Խնձորես գյուղում է կառուցվել ճոճվող այս կամուրջը, որը Սյունիքի մարզում եզակի կառույց է։ Կամրջի երկարությունը 160 մետր է, բարձրությունը ձորի ամենախոր կետից 63 մետր, լայնությունը 1.5 մետր։ 14 տոննա քաշ ունեցող կամրջով միանգամից կարող է անցնել 700 մարդ։ Հեշտ չէր ձորում շինարարություն անել այն տեսանկյունից, որ մեքենաները չէին կարող շինարարության բոլոր տեղամասերը շինանոց տեղափոխել։ Ճոպանը մի ձերով եք բերել հասարել ստեղ։ Ու ձերով դրել ոչ մի տեխնիկա չի եղել։ Չէ որ դա դժվարություն է։ Ճոպանը հասարել եք ներքև դեղոս պարանով քաշել։ Ծանր, մի մետր 4 կիլո ակշռում։ Ես քանի տոննա ձերով քաշել բերել եք հասարել ստեղ։ Ոչ մի տեխնիկա ստեղ ինչ է եկել ձիով եք ավազը բերել ստեղ ցեխարի։ Հաշվել եք թե քանի ձին քանի անգամ ավազ բերել ստեղ։ 115 գրուզ ձին բերել ավազ ստեղ։ Ցեմենտը ձիով եք բերել, երկաթը ձերով եք բերել լրիվ։ Նե բերելից դուրբեկը բերելից բերել եք ստեղով իջեցրել բերել հասարել ստեղ լրիվ։ Սկզբից մի թել եք կապել։ Թելից նոր պարան, հետո բարակ տորոս, ոչ մեծ տորոսն են անցկացրել։ Էմի ոտի վրա ձիով եք սաղ ավազա, ցեմենտա, սաղ ռոշնոյ։ Շիլակյալ են տարան, էլի, ոչ տեխնիկա ակյուն, ոչ բան։ Այդ բետոնը իրականացրել եք ստեղել, սկզբից են 4 տորոսներ եք կապել, հետո երկու յանեից հավաքելով եկել, էլի։ Ճոպանե կամուրջը նախաձեռնել եւ կառուցել է խնձորեսցի գործարար Գորիսաբնակ Ժորա Ալեքսանյանը։ Նրա աչքերի առջև է Հին Խնձորեսկը ավերակների վերածվել։ Մարդիկ քանդել են իրենց պապենական տները եւ այդ շինանյութով նոր Խնձորեսկում տներ կառուցել։ Մեղքի զգացումը մանուկ հասակից հանգիստ չէր տալիս նրան։ Գյուղը 1957-ից 67 թվականներին տեղափոխվել է։ Հարթ տարածք։ Տեղափոխելու ընթացքում շինանյութ չլինելու պատճառով ամբողջ գյուղը քանդվել է, շինանյութը տեղափոխվել նոր գյուղ կառուցելու համար։ Ես դա իմ աչքերով եմ տեսել։ Այդ ժամանակից ճիշտ է երեխա եմ եղել, բայց մեղքի զգացումից որ ես եկել է ժամանակները, ցանկացել եմ մի այնպիսի բան անել, որ նախ ասեմ, այս տարածքում մեր ինժեներից մեկը կառուցեց Ղարաբաղյան պատերազմի զոհվածների հիշատակին հուշարձան, համալիր ստեղ դիտակետով բանով։ Ես էլ որոշեցի, որ մի ուրիշ լրացնող բան, որ ոգևորի թե մեր գյուղացիներին, որ դրսում են կամ ստեղ ապրողներին, թե բոլոր տեսակի ինվեստորներին, գյուղը տուրիստական, իսկական տուրիստական տարածք ստեղծելու համար։ Որոշեցի կամուրջ, սկզբից չգիտեի կծիծաղեն, կընդունվի, չի ընդունվի։ Հանրդեպս որոշեցի, որ չի կարող երիտասարդությունը ինձ չհասկանա։ Երկու գյուղի երկու ափերը միացնող կամուրջ։ Տենց է բնութագրվում։ Հետո ուրեմն կա նաև մի քիչ անձնական հարց, Մխիթար սպարապետը այս այցելուներ շատ ունեինք, իսկ մեր որտեղ որ ես ծնվել եմ այդ թաղը, ոնց որ խորթ էր, ոնց որ խնդրել, որ ինձ էլ կամ քանդեք, կամ կառուցեք, ես գյուղի երկու ափերը միացրի, մեկ ափը միացրի իմ ծննդավայր մեր տան մոտ, ոչ էդ էլ կար պատճառներից մեկը, հետո խանգարող չունեի, շրջապատս ոգևորող էր, բոլորից շնորհակալ եմ, ոնց որ մեղքներս խավելու համար կառուցեցինք, ավելին քան եղել է այս գյուղում կամուրջ։ Հիմա էլ ընդունվել է ժողովրդի կողմից, երիտասարդության կողմից ընդունվել է, շնորհակալ եմ, նորից տղաներով որոշել եք էլի շարունակել, մտածեք տեսնեք էլի ինչ կարելի անել։
Հին Խնձորեսկի երկու թաղամասերը իրար կապող Ճոպանե կամուրջը տարածաշրջանում զբոսաշրջությունը զարգացնելու լավ տարբերակ է, քանի որ այդտեղ են գտնվում Մխիթար Սպառապետի գերեզմանը, եկեղեցիներ, ձիթանը, բնական աղբյուրներ եւ այլն։ Սա շատ կարևոր էր, որովհետեւ առաջին անգամ է, որ նման ներդրում է կատարվում, որի նպատակը հիմնականում туриզմի զարգացումն է։ Այս շարժումը սկսեց դեռևս 2005 թվականից, երբ որ կառուցվեց վերևի դիտակետը, նվիրված մեր զոհված ազատամարտիկների հիշատակին, ամեն դեպքում հենց այդտեղից էլ սկսվեց արդեն մտածել ձորում զարգացնել կամ նոր կառույցներ հիմնել, նոր կառույցներ կառուցել, որպեսզի կարողանային զարգացնեին այստեղ որոշակի հետաքրքրություն ստեղծեին էլի туриզմի զարգացման համար։ Ու կամուրջի հիմնական նպատակը Խնձորեսկի երկու հնագույն թաղամասերը միմյանց հետ կապելն է։ Ասենք, եթե զբոսաշրջիկը գալիս էր այստեղ, բնականաբար ճանապարհը երկար էր ու մյուս կողմի այդ պատմական նշանակության հուշարձանները ոնց որ տեսադաշտից դուրս էին մնում։ Եվ մյուս կողմից, եթե իջնում էր, այս կողմն էր դուրս մնում։ Հիմա այս կամուրջը հնարավորություն ստեղծեց, որպեսզի զբոսաշրջիկը Խնձորեսկի ձորում այս անմատչելի հատվածները ինքը իրեն ազատ ազգա որողությամբ ցանկանում է գնալ, որտեղ ցանկանում է այդ պատմական հուշարձանը տեսնել։ Մարդիկ կան, որոնք ասենք կարող է պատկերացում չունենան պատմական արժեքի մասին, բայց զուտ կամուրջը որպես էքստրեմալ մի կառույց, ասենք գալիս այցելում են ու հետաքրքրված կամուրջով, իհարկե։ Ես կարծում եմ, որ սա իսկապես խթան է հանդիսանալու, որովհետև դիտակետը կառուցվեց, հիմա այս կամուրջը կառուցվեց, արդեն մտածում ենք, որ որոշ քարանձավներ մաքրվեն ու դրանք օգտագործվեն ինչ-որ նպատակների համար։ Ու այդպես կամաց ինձ թվում է սա լուրջ խթան կհանդիսանա զբոսաշրջության զարգացման համար։ Այս դիմացի քարանձավներից որոշները իհարկե կառանձնացվեն են նպատակահարմարները, առավել անվտանգները։ Ուրեմն մյուս կողմին կա ձիթան, որը պահպանված է, ուղղակի մնում է որոշակի վերանորոգումներ, իհարկե չի աշխատի, բայց մարդիկ կտեսնեն այդ ձիթանը ինչպես է աշխատել, ինչ արել եւ այլն։ Այս մյուս կողմում կան ուրեմն այդպես ճարտարապետական արժեք ներկայացնող աղբյուրներ, ուրեմն տասնյակ տարիներ տեսադաշտից դուրս մնացած է։ Հիմա այս կամուրջը հնարավորություն է տալու, որ մարդիկ իսկապես դա տեսնեն ու գնահատեն։ Հիմա ճոճող կամուրջի վրա ենք, իսկապես բացառիկ գեղեցիկ տեսարան է, Ես նախ եւ առաջ ուզում եմ իմ անկեղծ հարգանքը ընծայել Ժորո Ալեքսանյանին, ում մտքով եւ ջանքով այս գեղեցիկ կառույցը գլուխ է բերվել, իրականություն է դարձել եւ սա մի լրացուցիչ հնարավորություն է, որպեսզի մարդիկ կարողանան ավելի մոտիկից տեսնել, շփվել, առնչվել Խնձորեսկ պատմամշակութային տարածաշրջանի հետ։ Այդ դուք հիմա երևի տեսնում եք մեզանից ձախ Սուրբ Հռիփսիմե եկեղեցին է, որտեղ ուրեմն հուղարկավորված է, թաղված է մեր ազգային հերոսներից մեկը, Մխիթար Սպառապետը, աջ մասում ինչպես տեսնում եք էլի նաև կան պատմամշակութային վայրեր, ի վերջո նաև հին Խնձորեսկը դա մեր Լեռնաշխարհի ամենահին գյուղերից մեկի ձևն է, տեսակն է, թեև գյուղը չի պահպանվել, գիտեք, 50-60-ական թվականներին Խնձորեսկը տեղափոխվել է վերև եւ ցավոք սրտի ուրեմն նախկին շենքերը քանդվել են, հիմա միայն մենք նախկին բնակելիների տեղը քարանձավ ենք տեսնում, միայն ինչպես տեսնում ես Մանվելյանների բնակարանն է մնացել, համենայն դեպս այս կամուրջը լավագույն քայլն էր մարդկանց ներքին Խնձորեսկին, հին պատմական Խնձորեսկին մարդկանց հետ շփումը, առնչությունը ապահովելու համար, որը ես համարում եմ լուրջ իրադարձություն։ Պետք է նորից եմ ասում, մենք բարձր գնահատենք Ժորո Ալեքսանյանի կատարածը եւ որքանով ես հասկացա, սա շարունակություն պիտի ունենա այս քայլը, որովհետեւ այստեղ իսկապես տեսնելու, ցուցադրելու շատ բան կա։ Նաեւ ես հասկացա, որ Խնձորեսկում սրանով մարդիկ ուզում են շտկել պատմական այն մեղքը, որ թույլ են տվել 50-60-ական թվականներին, որ պատմական դարավոր բազմադարյա գյուղը քանդել են եւ տեղափոխել են վերև։ Կարծես թե հիմա Խնձորեսկում մի շարժում կա, որ մարդիկ ուզում են իրենց պապենական հին նախկին տները կամ վերականգնել, կամ մի քիչ, չգիտեմ, համենայն դեպս տեսքի բերել, հասանելի դարձնել
եւ այս քայլը ոչ միայն խրախուսելի, այլև կարծում եմ պիտի ընդօրինակման արժանի լինի մեր ուրիշ գյուղերի համար, որտեղ Գորիսի բազմաթիվ գյուղեր Որոտանի կիրճից սկսած, այնտեղ Հարժիս, Հալիձոր, Շինուհայր, Խոտ, շարունակում ենք միջև Կորնիզոր, բոլոր այդ գյուղերը մնացել են ցավոք սրտի 30-ականներից սկսած ձորերում եւ բարձրացել են վերև, սա օրինակ է, որ մենք կարող ենք մեր նախկին գյուղերը, որոնք հարուստ են բացառիկ պատմական արժեքներով վերականգնելու ուղղությամբ։ Այստեղ մարդիկ արդեն մտածում են հին Խնձորեսկում գտնվող իրենց ապ ու պապերի քանդված տները նորոգելու, քարանձավները տեսքի բերելու, դրանք փոքր հյուրանոցներ դարձնելու, զբոսաշրջիկներին տեղական ուտեստներով հյուրասիրելու մասին։ Սյունիքի մարզպետության Խաչատրյանի փոխանցմամբ այստեղ առաջիկայում ներդրումներ կկատարվեն։ Քանի օր աշխատում է, արդեն արդյունավետությունը երևում է, արդեն հոսքերը բավականին շատացել են։ Ես համոզված եմ, որ իսկապես մեծ քանակությամբ զբոսաշրջիկներ են լինելու ստեղ։ Մենք հիմա սրա շարունակությունը պետք է անենք։ Այս ձորի բնական տեսքը վերականգնենք։ Այսինքն կարծում եմ ցանկացած հայ մարդու համար ապրի Հայաստանում, թե Հայաստանից դուրս Մխիթար Սպարապետի գերեզմանի այցը կկարևորենք։ Մենք պետք է փորձենք եկեղեցին վերանորոգենք, Մխիթար Սպարապետի գերեզմանի ճանապարհի խնդիրը լուծենք, որ բարեկարգ ճանապարհ լինի, գյուղի եկեղեցու բարեկարգման նորոգման խնդիրը լուծենք եւ գյուղում այն ինչ որ բնական է ավել բաներ պետք չեն թողնել այդ իր բնական տեսքին իսկ այս կամուրջը արդեն ասացինք որ բավականին մեծ քանակությամբ զբոսաշրջիկներ կբերի այս տարածաշրջան կարծում եմ այստեղ խնդիրներ դեռևս շատ ունենք ուրեմն սպասարկման ոլորտը անպայման անհրաժեշտ է կոմունիկացիաների խնդիրն անհրաժեշտ եւ բնականաբար պետք է ասենք փառք ու պատիվ էս հայրենասեր մարդուն, որ եւ պատերազմական օրերին կարողացավ ինքնեցուկ լինել իր գյուղի սահմանների պաշտպանությանը եւ այս խաղաղ պայմաններում էլ բնականաբար էլի այս շինարարությամբ մեծուկանում իր գյուղի կենսամակարդակի ապահովմանը։ Այսօր ունենք օրինակը, չէ, Ճոպանուղին Տաթևի բնակչությանը արդեն բավականին նպաստում է։ Երբ որ Տաթևի բնակիչ մտածում է հասկանում է, որ ինքը պետք է զբոսաշրջիկի համար նորմալ պայմաններ ստեղծի մեկ գիշերելու համար, այս արդեն իր ընտանիքի համար նպաստավոր պայման է ստեղծում։ Եվ նույնն էլ Խնձորեսկի բնակիչն է անելու, գյուղում ապրողն է անելու, պայմաններ է ստեղծելու, որ զբոսաշրջիկին մեկ քշել պահի։ Նաև քշերավարձը եւ ուտելու վարձը արդեն իր համար նպաստավոր պայման է։ Օրը արդեն մայրամուտ է թեքվում, բայց մարդիկ դեռ գալիս են վայելելու Ժորայի կառուցած մետաղե Ճոպանե կամրջի հրաշքը, ձորի անկրկնելի գեղեցկությունը, լսելու ձորի առասպելը։ Հերթական թշնամին հարձակվում է Խնձորեսկի վրա, այս անգամ Ղարաչոğlu քրդական ցեղի ավարառուները եւ գյուղը պաշարում բոլոր կողմերից։ Մարտնչում են բոլորը, իրենց այրերի հետ միասին թշնամու դեմ դուրս են գալիս նաև կանայք, դրատի աղջիկներն ու պատանիները, եւ նորից անառիկ է մնում Խնձորեսկը, բայց Խնձորեսկի ժայռագետ պարիսպների վրա բազում այրերի հետ զոհվում է նաև 9 երեխաների մայր Այրի Սոնան։ Նրա հայրը Ուստա Օհանը Պիծի ձորում, որ գյուղի կենտրոնական թաղամասերից էր, ուր հսկա ունկուզենու արմատներից ջուր էր ծորում, կառուցում է շքեղ կամարով եւ սքանչելի թասով աղբյուր՝ ի հիշատակ Այրի Սոնայի եւ ի բարօրություն 9 որբերի։ Աղբյուրի թասը հիշեցնում է կնոջ կուրծք։ Թասի ջուր խմել հնարավոր է միայն երկու ձեռքով հենվելով պատին։ Ուստա Օհանը ավարտելով շինությունը դիմել է Սրբին։ Այս սուրբ աղբյուր աղաչանք եմ անում։ Ջուրդ թող դառնա մեր Սոնայի կրծքի կաթը ու պահպանի 9 որբացած թորներից։ Եվ ավելի է սրբացել սուրբ աղբյուրը, դարերի ընթացքում դառնալով սուրբ 9 մանուկ։ Իրական պատմություն է սա, որ մեզ է հասել ժողովրդի հիշողության շնորհիվ, հիշողություն, որ պայծառ ու մաքուր է 9 մանուկի աղբյուրի ջրի պես։ Գալիս են մարդիկ իրեն շնորհակալությունը հայտնելու Ժորա Ալեքսանյանին։ Նրանց մեջ կան նաև այնպիսիները, որոնք Երևանից են հասել այստեղ։ Անհամբերները կամուրջը նայելու են եկել նույնիսկ դրա կառուցման ժամանակ։ Ես առաջին անգամ չեմ ասում, ես կառուցման ընթացքում մի քանի անգամ անցել եմ։ Տպավորությունը ես ուղղակի հիանալի կառույց է եւ հայրենասիրական եւ գյուղի վերականգնելու կամ պատմամշակութային ուրեմն իրեն արժեքները բացահայտելու համար շատ կարևոր նշանակություն կունենա։ Ուղղակի պետք է ասեմ եւ իմ գոհունակությունը հայտնեմ այն նախաձեռնողներին,
ովքեր որ կառուցել են, նախաձեռնել են, ֆինանսավորել են, ներդրում են կատարել եւ կառուցել են այս կամուրջը։ Ես կարծում եմ, որ այստեղ դեռ շատ-շատերը կանցնեն եւ իրենց հիասքանչ խոսքերը կարտահայտեն։ Տպավորությունը շատ հիանալի է, լավ նախաձեռնությամբ լավ բանասարկված, գնալ գալուց մի քիչ ադրենից բարձրանում է։ Տեսայանը շատ հիանալի է։ Առաջին տպավորությունս գոհ եմ, փառք ու պատիվ կառուցողին։ Շատ հիանալի տպավորություններ ունեմ, ուրախ եմ, որ ինձ հետ բերել եմ ամերիկացիներ խաղաղության կորպուսի եւ իրենք հիացած են մեր բնությամբ եւ այս հրաշքով։ Շատ ուրախ եմ տեսնել Հոնդուրաս։ Երևի ավելի շատ մարդիկ կհանդիպում են Հոնդուրաս։ Շատ գեղեցիկ, սիրում ենք Հոնդուրաս։ Լավ։ Եվ ուզում ես քայլել կամուրջ։ Շատ գեղեցիկ շինարարությունը ոնց որ ասում են եւ մեր գորիսեցիների, մեր հատկապես խնձորեսիների Հայաստանի բոլոր ժողովրդի համար, որտեղ մեծ քանակով հələ չեն բացել, բայց տուրիստներ արդեն գալիս են։ Եվ բնության այս գրքում խնձորեսկի պատմական վայրում շատ հաճելի է, որ բոլորն ներկայանում են այսպիսի շինարարություն կառուցված։ Եվ մեզ համար եւ բոլոր հյուրերի համար արտասահմանյան որ շուտով երևի կգան եւ այս գեղեցիկ տեսարանները կողքեն կտեսնան։ Ժորա Ալեքսանյանը արմատներով Խնձորես գյուղից է, ապրում է Գորիսում, ավարտել է Գորիսի մանկավարժական եւ Երևանի գյուղատնտեսական ինստիտուտները։ Խորհրդային տարիներին ղեկավարել է Բարձրավանի կոլխոզը, այնուհետև